ժողովուրդն է որոշելու, որ սրանց իշխանությունը հունիսի 7-ից հետո այլևս չի լինելու։ Ինքան արհեստական է շեմ անցնելու հարց ընդհանրապես քննարկել Հայաստան Դաշինքի դեպքում։ Այսօր մեզ համար, ոնց որ հայտարարել ենք, գերխնդիրը այս իշխանության վերարտադրությունը բացառելն է։ Պայքար, որը մոտավորապես նմանում է բոքսի ռինգ, որտեղ մրցակիցներից մեկի թևերը կապած են։ Ինչքան շատ մասնակցություն, այնքան իշխանության հնարավորությունները ավելի են փոքրանում։ Մեր հնարավորությունները ավելացնող բան չի այս կամ այն կուսակցության ընտրությունների թույլ չտալը։ Այս 4 տարիները այս իշխանությանը ամեն օր ավելի է թուլացրել։ Այնքան եք թուլացրել այս 4 տարում կամ 5 տարում, որ մոտեցել է հավանականությանը, որ կհեռանան, թե հաստատ կհեռանան։ Հայաստանում քաղաքական դաշտում ամենաբարձր անտի-ռեյտինգ ունեցող քաղաքական գործիչը դարձել է Նիկոլ Փաշինյան։ Եռագլուխի մեջ մտնում է Փաշինյան, Էրդողան, Ալիև։ Ձեր ձայներից է կախված առաջին ընդդիմադիրի վարչապետ դառն, առաջին տեղ գրաված։ Հստակ կա որոշում, որ դուք ձայները կտաք։ Այս ամբողջ հաղորդման մեջ այդ հստակ որոշումն էր, որ մենք ձայները կտանք։ Խորհրդարանական ընտրությունների պաշտոնական քարոզարշավի ժամկետի մոտենալուն զուգահեռ ամեն ժամյա ռեժիմով կոշտանում է ներքաղաքական բառապաշարը։ Նաև քրեական վարույթներ են հարուցվում առայժմ ընդդիմության ներկայացուցիչների դեմ։ Բարև ձեզ, Արկադի Գրիգորյանն եմ, կիզակետում այսօր։ Արդյոք հավասար են նախընտրական պայմանները։ Որն է ընդդիմության հաղթելու գրավականը եւ ինչ է անելու ընդդիմությունը հավանական բռնաճնշումներին դիմագրավելու համար։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության անդամ Գեգամ Մանուկյան, բարի գալուստ կիզակետ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Մանուկյան, Փաշինյանն ազգային ժողովում ուղիղ տեքստով հայտարարեց, որ ընդդիմադիր հիմնական ուժերը իր խոսքով մեջբերեն պատերազմի եռագլուխ կուսակցությունը, որի մեջ նաև դուք եք, չպետք է մտնի հաջորդ խորհրդարան, այդ բոլորով չպետք է մտնեն։ Սա ցանկություն էր, թե իշխանության արդեն որոշում, որը ակամա բարձրաձայնում է։ Փոքրիկ դիկտատորիկի երազանք, որը կարծում եմ, որ իրենից այն կողմ ոչ մի բան չկա եւ միահեծան կարող է երկիրը կառավարել, բայց բարեբախտաբար կա հասարակություն, կա քաղաքացի, կա ժողովուրդ եւ ժողովուրդն է որոշելու հունիսի 7-ին, թե ովքեր են լինելու իշխանության մեջ եւ ամեն օր ավելի է համոզվում, որ ժողովուրդն է որոշելու, որ սրանց իշխանությունը հունիսի 7-ից հետո այլևս չի լինելու։ Ի բարեբախտություն Հայաստանի եւ հայ ժողովրդի։ Դուք հակառակն եք պնդում, որ ինքը չի, իրենք չեն լինելու։ Ճիշտ հասկացա՞ծ ես։ Որ իշխանություն չեն լինելու։ Իշխանություն չեն լինելու։ Այսինքն սա ճշգրտում երազանք էր, թե սրա տակ ինչ-որ պլանավորված բան եք տեսնում։ Տեսեք, իրականում կա երկու իրականություն։ Սոցիալական մեդիայի, այս պայմանական ասած սոցիոլոգիական որոշ հարցումների եւ իրական փողոցի լրիվ այլ իրականություն։ Հիմա շատ հաճախ է, որ սոցիոլոգիական հարցումներով փորձում են այդպես խնդիրներ լուծել, օրերս շատ ճիշտ ձևակերպում էր տվել նախագահ Քոչարյանի գրասենյակի տնօրենը, որն ասել է, որ սոցիոլոգիական հարցումները ոչ թե հասարակության տրամադրությունները շոշափող եւ վերհանող հարցումներ են, այլ ընտրողի վրա ազդեցություն ունենալու։ Ես մեկ օրինակ ասեմ, անկեղծ պետք է ասեմ, իմ ամբողջ քաղաքական գործունեության ընթացքում երբեք սոցիոլոգիական հարցումները այսպես իմ բառապաշարում չեղել կամ շատ կենտրոնացված չեմ եղել։ Վերջինով իդեպ կներեք, վերջինով են Գելափով այդ Փաշինյանը ասած եռագլուխ չէր, երկգլուխ էր։ Դուք չէիք անցնում, էլի, այդ։ Տեսեք, ես ձեզ օրինակ ասեմ, մեկ շաբաթ առաջվա դեպք եմ ասում։ Ընդհանրապես, երբ որ լուրջ սոցիոլոգիական հարցում է լինում, առնվազն ամեն մեկի շրջապատում մեկը կա, որին դիմել են, որ սոցիոլոգիական հարցման որպես պատասխանող լինի։ Օրինակ, ես առնվազն մի 3-4 դեպք եմ հիշում, որ մեկ էլ երեկոյան կինս ասում էր, որ զանգել են, հարցում են անցկացրել։ Զանգ եմ ստանում երեկոյան 8 ժամի, ամերիկյան համար է։ Բարև ձեզ, զգում եմ, որ լեզուն էլ հայաստանցու լեզու չի։ Ինչ որ հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն հարցում ենք անում, ասի լավ հետաքրքիր է, ասի պատասխանում եմ։ Մեկ-երկու հարցից հետո եթե այս կիրակի լինեին ընտրություններ, ում կքվեարկեի։ Ու հետաքրքիր է թե ում առաջարկում։
Քաղաքացիական պայմանագիր Նիկոլ Փաշինյան, Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյան, Բարգավաճ Հայաստան Գագիկ Ծառուկյան, Հայաստան Դաշինք Ռոբերտ Քոչարյան, Հայ-հեղափոխական դաշնակցություն եւ վերածնվող Հայաստան Իշխան Սաղաթելյան, Վահե Հակոբյան, ասեմ, հարգելիս մի րոպե էլի, ընտրություններին մասնակցում է Հայաստան Դաշինքը, հանդինս Ռոբերտ Քոչարյան դաշնակցություն։ Չէ, դուք մեր հարցին պատասխանեք։ 1, 2, 3, դուք չեք ուզում մեր հարցին պատասխանեք, ստեսուն, դրե թերავს։ Հիմա դա վաղը տարածվելու է հանրության մեջ որպես սոցիոլոգիական հարցում, որը ինքնին աննորմալություն է։ Իհարկե որոշ դեպքեր կան, որ տեղյակ է, որ հարցմանը, երբ որ հարցնում են Հայաստան Դաշինք, հարցաթերթիկում կա, երբեմն հնչում են առանձին պատասխաններ Ռոբերտ Քոչարյան կամ Հայ-հեղափոխական դաշնակցություն, որը բայց ես խոսում եմ գետնի վրա։ Այս գետնի վրայից, պարոն Մանուկյան, եթե ասում եք գետնի վրան ու սոցիոլոգիականը տարբերվում է, գետնի վրայի ուսումնասիրություններով ձեր այս պահի Հայաստան Դաշինքի կամ ՀՅԴ-ի ինչպես է գնահատում ձեր շանսերը, այլ հարցումների տվյալներ ունեք կամ այսինքն անցնում եք շեմը, շատ եք անցնում։ Գիտեք, ինքան արհեստական է շեմ անցնելու հարց ընդհանրապես քննարկել Հայաստան Դաշինքի դեպքում, որ իմաստը չկա ժամավաճառության զուգահեռ։ Okay, այդ պարագայում հստակ է մի բան, կան առաջատար 3 ընդդիմադիր ուժեր, Սամվել Կարապետյանի մեր ձևովը, Հայաստան Դաշինքը եւ նաեւ պետք է ընդունել Բարգավաճ Հայաստանը։ Եվ կա իշխանության նկատմամբ ահռելի քննադատություն, եթե չասեմ ատելություն, եւ երեկվա Գյումրին դրա բառ օրինակն էր։ Ընդհանրապես ոնց է իշխանությունն է միշտ ավելի շատ այդտեղ առաջին ջութակի դեր ստանձնում, համերգներ, շոուներ, մեծ բեմեր, լույսեր, բաներ, մարդիկ բնականաբար առօրյա կյանքից կտրվելու համար ստապում են նման միջոցառումների։ Բայց անգամ երեք որ հազարավոր մեքենաներ, իդեպ օրերս ազգային ժողովում հենց Նիկոլ Փաշինյանին եմ ասել, որ ամբողջ պետական համակարգին հրամայված է եղել, ով մեքենա ունի, Կիրակի օրը մասնակցել դեպի Գյումրի ավտոերթի։ Հակառակ դեպքում կզրկվեն աշխատանքից։ Գն այդ ամբողջ վարչական ռեսուրսը կիրառել, հասնել Գյումրի եւ Գյումրին ուղղակի գյումրեցին ուղղակի առհամարի։ Չգա անգամ նույնիսկ համերգի։ Այսինքն իմ հարցին կիսատ պատասխանեցիք, շեմը չեք քննարկում, որովհետև լուրջ չէ դա քննարկել է, ինչպես հասկացա, այդ պարագայում այդ գոնե 3-ի մոդիֆիկացիայի մեջ դες որտեղ եք տեսնում 3 ուժերին։ 3-ից առաջինը, Այդ բանը եկեք վազքի առաջնության չդեվակ։ Ընդդիմության առաջատար։ Այսպես ասեմ, այսօր մեզ համար ոնց որ հայտարարել եք, գերխնդիրը այս իշխանության վերարտադրությունը բացառելն է։ Դրա համար պատրաստ ենք ցանկացած համագործակցության, դրա համար պատրաստ ենք ամեն օր 24 ժամյա ռեժիմով աշխատանքի եւ այդպես էլ գործում ենք։ Իշխանություն չլինելու անգամ։ Ուրիշ մարդու վարչապետության դեպքում միայն թե չվերարտադրվի, ճիշտ եմ հասկանում։ Ընտրությունների արդյունքում բարձ կլինի, բայց կրկնում եմ, Հայաստան Դաշինքի համար գերխնդիրը այս իշխանության վերարտադրությունը բացառելն է։ Պարոն, ինչու է Փաշինյանն ու քաղաքացիական պայմանագիրը ու հիմնական իրենց երևացող դեմքերը անընդհատ պնդում, որ Հայաստան Դաշինքը, Ուժեղ Հայաստանն ու ԲՀԿ-ն նույնն են, անգամ ցուցակներ ասում խառնել եք, բաժանել եք նույն մարդիկ են, եւ ամենագլխավորը, ասում են, բոլորը մասնակցում են, որ Քոչարյանին հետո տան ձայները։ Այսինքն Քոչարյանի անունը տալով ինչ է ակնկալում քպեն, որ ավելի ձայներ կունեն, ինչ է հենց դա շրջանառում։ Ընդհանրապես վախենում են ուժեղից, վախենում են մրցակցից եւ այդ առումով իրանց վախը հասկանալի է։ Բայց վախն է բռնված։ Չէ՞ նույնացնում այդ երեքիդ էլի։ Մի բան պետք է ասեմ։ Օրերս նախագահի փոստկարտներ, հերթական փոստկարտներ եւ քննարկման նյութը Միացյալ Նահանգներ, Իսրայել, Իրան պատերազմ, տարածաշրջանային զարգացումներ, բանակցություններ, անկեղծ ասեմ, վերանալով, որ ես Հայաստան Դաշինքում եմ, վերանալով, որ մեր թիվ մեկը ցանկում նախագահ Ռոբերտ Քոչարյանը, անկեղծ որպես քաղաքացի, որպես քաղաքականացված մարդ, այսինքն կարոտով էր լսում, թե երկրի ղեկավարը ոնց կարող է իրավիճակը վերլուծել, որքան, այսպես ասեմ, լրջորեն է մոտենում հարցերին եւ ինչպես կարող է լուծումների տարբերակներ առաջարկել ու հատկանշական է մի բան։ Նախագահի հարցազրույցի
հրապարակվել է եթեր գնալուց 15-20 րոպե հետո պարսկական տելեգրամյան ալիքները լրատվական տելեգրամյան ալիքները սկսել էին Ռոբերտ Քոչարյանից մեջբերումներ անել։ Այսինքն մեր երկրում երկրի կառավարման մեջ լրջությունն է բացակայում։ Լրջությունը, այսինքն ահավոր ինքան լրջացել է եւ այդ առումով հասարակությունը կարոտ է իրոք լուրջ կառավարման, պատասխանատու կառավարման, նաեւ ուժեղ կառավարման։ Լավ, ասում եք վերարտադրությունը կանխել, գնալ ընտրությունների, հիմա տեսեք գլխավոր ընդդիմադիր ուժերից մեկի ղեկավարը կալանքի տակ է թեկուզ տնային եւ վերջին բանով էլ եթե չփոխվի հենց ընտրությունների օրն էլ է այդպես դիմավորելու։ Հիմա այս պայմաններում արդյոք հավասար են ընտրական նախագծում ինչպես եք պատկերացնում լավ էսա պայմանները ոնց է ընտրությունը փոխելու իրականում այսպես ասեմ մենք հիմա պայքարի մեջ ենք այս իշխանության հետ պայքար որը մոտավորապես նմանում է բոքսի ռինգ որտեղ մրցակիցներից մեկի թևերը կապած են եւ ի սկզբանե էր մեզ հստակ որ իշխանությունը փորձել է ցանկացած անօրինականություն գնալ եւ այդ առումով դեռ ամիսներ առաջ դեռ նախընտրական այս մթնոլորտը չկար Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը նախաձեռնեց քաղաքական կոնսուլտացիաներ բոլոր ընդդիմադիր ուժերի հետ տասնյակներով հանդիպումներ են եղել եւ օրակարգը մի քանի կետերի շուրջ էր այն ժամանակ շատ ակտուալ հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ պայքարում այս անօրինական արշավի դիմագրավում Հայաստանում հակաժողովրդավարական գործողությունների դեմն առնելու համար միասնական ճակատով հանդես գալ, ընտրությունների վերահսկողություն եւ այլն։ Ոչ թե միասնական ճակատ ձևավորվի, այլ այդ կետերն էր պլատֆորմ կետերը, որի մեջ համագործակցությունը լինելու է միանշանակ։ Եվ այդ առումով մենք բավականին եւ ազնիվ եւ ակտիվ ենք եղել։ Այսինքն սկսած Հավել Կարապետյանի դատերից, վերջացած մեր քաղաքացիների նկատմամբ ճնշում ցանկացած տեղ, անկախ այն բանից դա բռնություն է մեր դաշինքի կամ հայեղափոխական դաշնակցության նկատմամբ, թե չէ, նույնիսկ բարձ քաղաքացու յետևից գնալը մեր սուրբ պարտականությունն է եւ հիմա էլ է այդպես։ Իրականում այո անհավասար է եւ այս անհավասարությունը բարձր որ լինելու է ավելի ցինիկ ուղղակի անհավասարություն է նույն երեկվա երթը ասում լավ մենք որ ավտո երթ անենք Հայաստանի ամբողջ բարեկային ծառայություն ոստիկանություն հանելու են իշխանություններ գցեն փողոցները որ ուղեկցեն կամ ամբողջ Երևան Գյումրի ճանապարհը սարքելու են միակողմանի բնականաբար չէ բնականաբար ընդդիմության իր հնարավորությունները շատ ավելի սահմանափակ են բայց ինչպես հաղթել էս պարագայում ընտրություններով մենք վարժենք այդպես անհավասար կռիվ տալ հնարավոր է լավ այո հնարավոր ինչպես օրինակ տարբերակ օրինակ տեսեք հանրապետականներն ասում են մենք չենք մասնակցում բայց քարոզարշավ ենք անում որ մարդիկ գնան տեղամաս օրինակ դա մեթոդ է շատ կարևոր կետ է պետք է անկեղծ ասեմ իրականում աստծո 35 տարվա մեջ չի եղել այսպիսի տրամադրություն հասարակության մեջ որ ամեն մեկից ընտրությունների մասնակցելը շատ կարևոր է։ Ես քանի որ մեքենա չունեցող մարդ եմ, տաքսիներով երթվող մարդ եմ, շատ հաճախ եմ լսում վարորդներից, որ իրենց ուղևորների մոտ էլ կա այդ գիտակցումը։ Ինչքան շատ մասնակցություն, այնքան իշխանության հնարավորությունները ավելի են փոքրանում։ Եվ դերևս բարեբախտություններ մի օրինակը, որ օրերս տեղի ունեցավ Հունգարիայում ընտրություն, որտեղ բարձր մասնակցությունը պատճառ դարձավ, որ իշխանությունը Օրբանը դադարի վերարտադրվել։ Եվ Հայաստանում էլ այսօր համատարած քարոզը պետք է լինի, ամեն մեկի մասնակցությունը նշանակում է եւս մեկ քայլ դեպի այս իշխանության վերարտադրության բացառում։ Վերջին շրջանում, եթե շարունակենք իշխանության այսպես ասենք ճնշումների կամ գործողությունների թեման, այդ վերջին մի քանի օրերում երկու շաբաթում շուտ արդիական է մի տեսակ դարձել ընտրակաշարքի թեման, շատ է շոշափում, ելի գլխավոր մասնակիցներից մեկի նկատմամբ հիմնականում ու զուգահեռ իշխանամետ շրջանակները կոչանանում հենց այդ կուսակցությանը, Ուժեղ Հայաստան օրինակ, արգելափակ թույլ չտալ մասնակցել ընտրությունների, ինչու եմ սա ասում Արդյոք սա ոչ որ հող են նախապատրաստում, եթե չեմ սխալվում Մոլդովայում այն ամեն ինչը սկսվեց այդ ընտրակաշարքից, այսրատակ չեք տեսնում։ Վաղուց ենք մենք խոսում, որ այդ վտանգը կա,
Եվ հատկանշական է ինչ է, ԿՊ-ում պատգամավորներ կան, որ այսպես ժողովրդական խոսք կա, չէ՞, ասում է գյուղի գաղտնիքը երեխութս հաղորդում կամ գյուղի գժի։ Հիմա իրենց բառապաշարում մեկ էլ լսում են, որ այո մոլդովական սցենար ինչ պատա, մեկ էլ անդրադառնում է, որ իրանց ներքին քննարկումներում այդ մոլդովական սցենարը քննարկվել է, բայց քանի որ իրենք չեն հասկանում մոլդովական սցենարը արգելելն է կուսակցությանը կամ կուսակցությունների ընտրությունների մասնակցել, դրա համար անմեղ ասում են։ Բայց իրականում այդ սպառնալիքը կա եւ մեր բոլոր այդ կոնսուլտացիաներում հստակ էր մի բան, մեզ համար ուրախալի կամ մեր հնարավորությունները ավելացնող բան չի այս կամ այն կուսակցության ընտրությունների թույլ չտալը եւ այդ առումով պետք է ամեն ինչ անենք։ Այսինքն որ փակեն իրեն ձեր շանսերը չի ավելանա, այսպես ուղիղ հարց տամ։ Մենք գնում ենք ընտրությունների խորհրդարանում 1, 10 կամ 20 ավել կամ պակաս տեղ ունենալու մտադրությամբ չենք գնում։ Մեզ համար գլխավոր խնդիրը խորհրդարանով այս իշխանությանը վերջ տալն է։ Իսկ իշխանությունը սադրանքների է դիմում համատարած։ Օրերս զանգ եմ ստանում։ Պարոն Մանուկյան, դուք եք, հա, եթե գրասենյակում եք կին է։ Գրասենյակում եք 5 րոպեով կարող եմ ձեզ տեսնել, համեցեք տիկին։ Եկել ասում է, տղաս տաքսի ա քշում, իր հեռախոսից եմ դեր հեռախոսի համարը վերցրել, որը արդեն կասկածից եք տվել, ինչ որ դահակը, մահակը, քրոջ տղա, ավտո, 15000 դրամ փող ա պակասում, որ խնդրեմ կտաս։ Ասի տիկին ուրիշ դեպքում մեծ սիրով կտայի, բայց հիմա չէ։ Մի անգամից առաջի արձագանք։ Մտածում ես, որ դա կարող է ընտրակաշառք համարվի, չէ, այ ցավը տանեմ պարտքով, բան, չէ, ասի տիկին ջան, չեմ տա բարի ճանապարհ։ Ուղարկված էր, այսինքն դա է ակնարկում։ Ամեն ինչ այս իշխանության վրա ամեն ինչով պետք է կասկածես։ Ու պատահական չի, ես չեմ քննարկում արդյոք այդ գաղտնալսումները, որ հրապարակում են, օրինական չեն, իրական չեն, բայց պետք է հասկանալ, թե այս իշխանությունը ինչ համատարածությամբ է փորձում վերահսկել հասարակությանը։ Դա Գեղամ Մանուկյանի կամ մեկ ուրիշ պատգամավորի հեռախոսազրույցը չի, որ ասենք լավ երևացող հանրային դեմքեր են գաղտնալսում են։ Պար սովորական շարքային մեր գյուղի հայրենակցին անգամ գաղտնալսում են։ Եվ դա համատարած է, իրականում ցավոք սրտի դա նաև մարդկանց վրա ազդում է։ Ես վերջերս հարցազրույցներում օրինակն եմ բերում իմ բնակավայրի Քանաքեռի, այն օրը ուշ երեկո էր, խանութում մեկը մոտցավ զրույց բան, համարս տվեցի։ Ասի եթե պետք լինի զանգի։ Չի ասել զանգեմ իրար հետ խոսամ կբռնեմ։ 5 րոպե հետո մեր հետ միասին մեծացած տղեկից էր, լավ, ոնց ես, ոնց չես, ասես մի հատ բան եմ ուզում ասեմ, բայց մոտը հեռախոս կա հանգարց ապիշ չանեն։ Համատարած է հասարակության մեջ։ Մի հարց, ճիշտ, այս պայն ճիշտ է գործում 3-ըդ էլ, եթե այդ 3-ին պոտենցիալ դիտարկում ենք որպես խորհրդարան մտնող կամ դուք եք այդպես համարում, որ կմտնեք, ճիշտ է գործում, ճիշտ մարտավարություն եք անում իշխանության այս գործողությունների դեմ, ձեր կարծիքով ամբողջական ձեր ներուժը կիրառում եք, թե ոչ։ Հա, իրականում հա։ Օրերս ազգային Եվ կներեք 21-ի համեմատ, եթե նայում եք հիմա իշխանությունն ավելի ուժեղ է աշխատում, այսպես ձեր դեմ։ Չէ, ուժեղ է աշխատում։ Միանշանակ ավելի ուժեղ է աշխատում, բայց 21-ի համեմատ կա էական մեր 2-3 տարբերություն։ Մեկ սա արտահերթ ընտրություններ չեն եւ այդ պատճառով քարոզարշավի ժամկետները բավականին երկար են եւ հնարավոր է, այսպես ասեմ, շատ ավելի թափ հավաքել։ Երկրորդը ընդդիմությունը 21 թվականին գրեթե մեկ դեմքով էր հանդես գալիս, մեկ ցանկով էր հանդես գալիս, Հայաստան դաշինքն էր։ Հիմա կա նաև այլ ընտրանքներ ընդդիմության ճամբարում եւ ընտրողի համար շատ ավելի հեշտ է իշխանությանը մերժելով այս կամ այն ուժին քվետալ։ Հա, դա ավելի արդյունավետ տարբերակ է։ Այո, եւ վերջապես կա մի բան, գիտեք, մեր համեստությունը դառել է մեր դեմ զենք։ Իրականում պետք է անկեղծ ասեմ, այն չարչարանքը, տանջանքը, պայքարը, խորհրդարանի ամբիոնից սկսած մինչև փողոց, որ ընդդիմությունը հանդինեց Հայաստան դաշինքի, որ ծավալել է եւ նաեւ մեր գործընկերների հանուն ճշմարտության, ինքը մաշեցնող էր, ահավոր էր, որպես մարդ եմ ասում, բայց մենք հետևողական ենք եղել, որտեղ հասկացել ենք, որ ազգային ժողովի ամբիոնից թե փողոցում կռիվ տալով մենք այս իշխանության դիմակը պատռում ենք։
այո նպատակը եղել է օր առաջ ազատվել այդ իշխանությունից, որը չի հաջողվել տարբեր պատճառներով եւ առարկայական եւ ենթակայական, բայց այս 4 տարիները այս իշխանությունը ամեն օր ավելի է թուլացրել։ Տեսեք, գլխավոր խնդիրը չեք լուծել, բայց թուլացրել եք, իսկ այնքան եք թուլացրել այս 4 տարում կամ 5 տարում, որ մոտեցել է հավանականությանը, որ կհեռանան, թե հաստատ կհեռանան։ Տեսեք, օրերս ազգային ժողովում կառավարության հաշվետվություններ եւ իշխանությունը մեկ էլ որ հասկացավ, թե ինչ ծանր հրետանի է իրանց դեմ գործելու, սկսեցին բան անել, էժանացնել, թե վայ եկան քվեարկեցին պարգևաճաշ։ Նախ իրականում խորհրդարանում գրանցումը ազգային ժողովի падգամավորի պարտականությունն է։ Ես պարտավոր եմ գալ գրանցվել։ Իրավունքն է Նիկոլին կուզես դալիճում լսես, թե չէ։ Ես ցանկություն չունեմ, մեր ընկերները վստահ ինձ ավելի շատ ցանկություն չունեն, նստեն մի ժամ, ընդ որում ինքն է կանոնակարգ խախտելով մի ժամ ելույթ ուներ, մի ժամ 15 րոպե լսել։ Մեր իրավունքներ ու պարտականություններ հետո կառավարության արածը, չարածը բացահայտելը, որի համար արձանագրվել ենք ելույթների համար։ Էդ էլ էր բան լավ չափ կա էլի ջերիկության։ Ես ելույթ եմ ունենում նկարում Նիկոլը, բա տեսեք ստիպում եմ ընդդիմությանը կա որ ելույթներ ունենա, որ պարգևաճաշ ստանա։ Մի խոսքով իզուր չեք եղել այդ 5 տարին, որովհետև չէ, ասում եմ որ ինչ եղավ, գնացիք հարց ու պատասխանին, կռվեցիք, այս կողմից Թալանչի, մյուսից Դավաճան, եկավ կամած շարունակեց ապրել։ Իզուր չի եղել։ Տեսեք, նույնիսկ այս օրերին, չէ, Թոշակը որպես ընտրակաշարք բարձրացրեց։ Բայց Թոշակը որպես ընտրակաշարք բարձրացնելու հետ մեկտեղ մարդիկ հասկանում են սա ընտրակաշարք է ու բոլորը մեջբերում են նախկինում իր արած խոսքը, որ Թոշակառովին լավ 1000 դրամով էլ չեմ կարող բարձրացնել կամ այդ 1000 դրամը բարձրացնել ինչ պետք անի Թոշակառուն։ Ի վերջո այդ բանավեճերի արդյունքում է որ այդ ամեն ինչը հիմա օրինակ քաղաքում գույքահարկի հետ կապված մարդկանց զայրույթ այս իշխանության դեմ վերջը լավ հիշում եմ իմ հետ երկխոսություն էր որ ասում լավ գույքահարկը քաղաքի կենտրոնում են ահռելի գներով բարձրացել հանգիստացել Թոշակառու տատիկը թող շտոտ Պողոտայի իր տունը վաճառի գնա ծայրամասում ապրի կուլակաթափության ամենացինիկ դրսևորումն է եւ պետք է նկատի ունենալ որ 4 տարի փողոցում ենք եղել այսինքն 4 տարում եթե ավելի པարզ մարդկային լեզվով ասենք 4 տարում դուք ավելի եք ժողովրդի համար բացահայտել Փաշինյանին 1 եւ երկրորդ Փաշինյանը ավելի թույլ է քան 21-ին հիմա իր դիրքերով իշխանությունը ընդհանրապես կարող պնդել իշխանության լծակներով չէ բայց դիրքերով հանրային վստահությամբ հանրության մեջ իր նկատմամբ բացական բարձր դոզայով միանշանակ հիմա շատ ավելի վատ վիճակի մեջ է եւ պետք է նկատի ունենալ մի ցուցանիշ Հայաստանում քաղաքական դաշտում ամենաբարձր անտի-ռեյտինգ ունեցող քաղաքական գործիչը դարձել է Նիկոլ Փաշինյան, որին որևէ պարագայում բնակչության կեսից ավելին բացառում է որ կողմ քվեարկի։ Եվ հավանական, այսինքն արդեն ասեք, որ ընտրություններին զուգահեռ հավանականությունը մեծ է որ բռնաճնշումներ ինչ-որ կուժեղանան կգնան։ Այս պարագայում դիմագրավելու պլանը արդեն մտածած դրել եք մի կողմի վրա։ Անունը B կամ C կապ չունի, օրինակ նախընտրական փողոց, հետընտրական փողոց, ինչ որ բան անել։ Բնականաբար բոլոր սցենարները ուշադրության կենտրոնում են, բայց օրերս հերթական բռնաճնշումներից հետո Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը բարձրաձայնեց այն առաջարկը, որի շուրջ քաղաքական կոնսուլտացիաներ նախկինում էլ ունենք, ընդդիմության, այսինքն այս իշխանությունների անօնականությունների դեմ առնվազն հանրային այդ ընդվզումը ցույց տալու համար ընդդիմության համատեղ հանրահավաք։ Եվ այդ առումով հիմա էլ երկխոսությունը կա եւ չի բացառում, որ մենք ականատես կլինենք աննախադեպ մի փաստի, երբ որ ընտրություններին տարբեր ուժեր գնում են առանձին, բայց մեկ օրակարգի շուրջ համատեղ հանդես են գալիս քաղաքական ակտով, ակցիայով հանդինս հանրահավաքի։
Այսինքն առաջարկը չի մերել կա, արձագանքներ կա, քննարկում է, ճիշտ եմ հասկանում, հավանական համարում եք։ Այո, արձագանքներ կան, քննարկումներ կան, ուղղակի չեմ ուզում դեպքերից առաջ ընկնել։ Դա կլինի բնականաբար այս քարոզարշավային այս փուլում, ոչ թե ընտրությունը։ Այո։ Մեծ հանրահավաք հիմնական ընդդիմադիր։ Բնականաբար, որտեղ կրկնում եմ, մեր գերխնդիրը այս իշխանությունից ազատվելն է։ Ինչ փողոցային պայքարից չեք խոս, մի կողմ չեք դրել դա։ Նայեք, փողոցային պայքարը իրականում երբեք չի դադարել։ Այսինքն հիմա դա մի դեպքում արտահայտվել է մեծ հանրահավաքով կամ հանրահավաքների շարքով, դիմադրության շարժումով, մեկ այլ դեպքում պարզ ուղղակի փողոցում ժողովրդի հետ աշխատանքով։ Վերջում մի փոքր արտաքին ազդեցության մասին, թեև Փաշինյանը ազգային ժողովի վերջին ելույթում հայտարարեց, որ Ռուսաստանի հետ աննախադեպ ամենալավ հարաբերություններն ունի ինքը կամ մինչև այդ բոլորը, պաշտպանեց ԵԱՏՄ-ն, չգիտեմ, ընդդիմությունից պաշտպանեց ԵԱՏՄ-ն, ասեց սադրում են, որ քայքայեն եւ այլն, բայց մենք հիմնադիր անդամ ենք, կարևոր անդամ ենք, բայց մյուս կողմից ընդդիմությանը դրանից մի քիչ առաջ մեղադրում են Մոսկվայի մարդը լինելու մեջ ընդդիմություն ասելով իր ասած են երրագլուխը, նաև դուք էլի, ընդհուպ ասում են երկիրը գուբերնիա դարձնելու պլաններից են խոսում եւ այլն։ Որն է այստեղ ձևակերպումը այս ընտրություններին իրոք երրագլուխ մի ուժ մասնակցում է եւ այդ ուժը քաղաքացիական պայմանագիրն է եւ այդ երրագլուխի մեջ մտնում է Փաշինյան, Էրդողան, Ալիև։ Հարցը ասել են դե որ օրերս Ադրբեջանի նախկին արտգործնախարար Մամեդյարովն է մեջտեղ եկել, որը Քոչյանը չի կարող մոբիլիզացնել, Փաշինյանը շատ շանսեր ունի։ Փաշինյանին դիֆերամներ, այսինքն ադրբեջանական լրահոսում պարբերաբար է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորվել լուծաբան պետական գործից, որոնք պարբերաբար, այսպես ասեմ, Հայաստանի սպառնում են հանգարտ Փաշինյանը չընտրեք վատա լինելու։ Եվ Փաշինյանը չի թաքցում, այդ ադրբեջանական ամբողջ նարատիվը իր հիմնական գործիքն է։ Ինչ չընտրեք պատերազմա լինելու։ Սպառնում է սեփական ժողովրդին։ Իրականում երրագլուխ հենց իրենք են։ Իսկ այդ Մոսկվայի մասին ինչ կասեք։ Հիմա այդ երեքից ո՞րն է Մոսկվայի ուժը, թե երեքը միասին։ Գուբերնիա եք ուզում դարձնել, Մոսկվայից Դաբրոյով է գալիս, անընդհատ ինչ-որ բաներ են մեջ բերում, ասում մարդիկ են գալու, մեկ ուժի մասին այդպես են ասում, մյուսի մասին ասում են Քոչյանը, բա ինչի գնաց Մոսկվա եւ այլն եւ այլն։ Երեքիդ էլ կապում են ինչ-որ կերպ։ Գիտեք, այստեղ ամենաահավորը, որ գլուխը քարը իրանց եթե անլուրջ վերաբերվեն, բայց ամենաահավորը, որ մեր երկրի վարկն է։ Այսինքն Թռնես Բրյուսել գնաց հիբրիդային պատերազմ, վայ տեսեք ռուսները ինչ են անում, հասեք փրկեք, գազ Մոսկվա վիզիտ ծռած, բա չէ, գիտեք մենք իրար հետ вообще լավ ենք, եկեք ընկերությունը շարունակենք, դուք էլ մեզ պաշտպանեք, գազ Երևան պետք կլինի ընդդիմությանը մեղադրեց Մոսկվայի կամակատա լինելու մեջ, մեկ մեղադրեց ընդդիմությանը, որ Կրեմլի հետ հարաբերությունները փորձում է փչացնել, այսինքն անողնաշար արտաքին քաղաքականության եւ միայն իշխանությունը պահելը գերնպատակ դարձրած իշխանության գործելավոճ է։ Հիմա մայիսին այդ եվրոպական գագաթաժողով այստեղ որ լինելու է այդ հակառուսական մի զորաշարժ է այստեղ լինելու։ Հիմա դրանից հետո ոնց են փորձելու Մոսկվային ասեն, բա գիտես Շևջան, բաներ էլի, ոչինչ հաշվի մի առ Եվ մի այստեղ էլ մի սրիկայություն կա, այս ներքին օգտագործման, թե Պուտինի հետ պայմանավորվել եմ հունիսի վերջ պետքա հանդիպում։ Այսինքն կատարված փաստ է համարում իր վերարտադրությունը, Պուտինն էլ համարել է, որ ինքն է ընտրվելու, դեռ արդեն պայմանավորվել են։ Բայց իրականում Մոսկվան առաջին անգամ շատ բաց տեքստով Փաշինյան-Պուտին հանդիպանը ներկայացրեց բոլոր այն վտանգները, սպառնալիքները Եվ իր կողմից նաև հնչեցրած սպառնալիքներ, որ չես կարող երկու աթոռի վրա կամ տարբերակա այլևս Հայաստանի առաջ դրված, որը փորձում է չկմեղանալու, բա տեսեք ինչ լավ իրար ձեր սեղմեցինք։ Այսինքն ուզում եմ հասկացնել, Փաշինյանը ուզում հասկացնել, որ Պուտինի դեմ չէ իր վերարտադրությանը, բայց դուք չեք կարծում, որ այդպես է։ Ճիշտ եմ դες հասկանում։ Եվ վերջի մի հստակեցնող հարց։ Ագնեսա Խամոյանը կարծեմ մեկ շաբաթ 10 օր առաջ դրա մասին գրառում արեց այդ թեմայի մասին, բայց ուզում եմ էլի մի որոշակի հնչի պարզ մարդկային ավելի ոչ քաղաքական լեզվով։ Հայաստան դաշինքի այս պահի որոշումը կամ ընդհանրապես որոշումը, որովհետև ոչ բոլոր ընդդիմադիրներն են դրան դեռ հստակ պատասխան տալիս։ Մտել եք պարլամենտ, առաջինը դուք չեք, երկրորդն եք կամ երրորդն եք եւ ձեր ձայներից է կախված առաջին ընդդիմադիրի վարչապետ դառն, առաջին տեղ գրաված։ Հստակ կա որոշում, որ դուք ձայները կտաք։ Այս ամբողջ հաղորդման մեջ այդ հստակ որոշումն է, որ մենք ձայները կտանք, որովհետեւ մեզ համար ապագա խորհրդարանում գեր նպատակն է այս իշխանության
վերարտադրության բացառումը։ Որտեղ վերլուծական Մենք քարոզարշավի ենք ոչ թե Գեղամա կամ Մագնեսյան դառնան պատգամավոր, Քոչարյանը դառնա վարչապետ։ Եվ վարչապետ, այլ մեր թիվ 1 խնդիրը, որ այս իշխանությունը չլինի։ Մենք այս 5 տարին օր ու գիշեր դրանով ենք ապրել, դրանով ենք պայքարել, մեր ընկերները բանտեր են նստել, հիմա էլ մեր հարազատները հանդինս Բակրատ Սրբազանի կալանքի տակ է, Իգոր Սարգսյանը, Արտուրը Սարգսյան տնային կալանքի տակ են եւ տասնյակներով հիմա էլ այդ սահմանափակումներ տարբեր ձևով։ Մենակ կալանքը չի որ անօրինականություն է, տնային կալանքը իր ձևով, որտեղ նույն Արտուր Սարգսյանն ու Իգոր Սարգսյանը, որոնք Հայաստան Դաշնքի նախընտրական ցանկում են, իրենք զրկված են իրենց քարոզարշավը իրականացնելու։ Այսինքն ինչի՞ եմ դասում ու ավարտենք վերլուծական շրջանակներում, չէ՞ տեսակետ կա, որ այդ մարդը եղել է առաջին նախագահ Արցախի, Հայաստանի երկրորդ, այսինքն պաշտպանեց երկիրը ղեկավարել։ Հիմա արդյոք Պարտադիր չի անառողջ, չեն առողջ ամբիցիաները թույլ կտան ուրիշին դա է ամբողջ։ Ես համարում եմ, որ Հայաստանում այսօր միակ մարդը, որը կարող է այս ահավոր վիճակում երկիր կառավարել, երկրի մեջ ուղղել, երկրի նկատմամբ հարգանք առաջացնել աշխարհի մեծերի հետ, դա միակ մարդը Ռոբերտ Քոչարյանն է։ Բայց եթե հանկարծ չի ստացվում առաջի տեղ։ Խնդիր եղավ ուղղակի մեր ձայները եւ Ագնեսյան շատ հստակ է դրա մասին։ Շատ հստակ է։ Ցանկացած ուժ, որ խոսում է ապագա կոնֆիգուրացիայից, պետք է պարզ ասի իր քվեները, եթե անհրաժեշտ լինեն իշխանության մարդիկ իմանան, վերարտադրության բացառելու, տալիս է թե ոչ։ Մենք պատրաստ ենք դրան։ Որպեսզի մարդիկ հասկանան հիմա վերջը իշխանության եւ իշխանափոխության է գնում ինչ-որ մեկը, թե միայն իշխանություն։ Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ հրավերին։ Հիշեցնեմ Կիզակետում այսօր Ազգային ժողովի Հայաստան խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանն էր, Կիզակետի թողարկումներն ուշադրել տեսանյութեր դիտելու համար առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, կհանդիպենք